Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными. Ողջույն Ռաֆի, ողջույն Էլինեն, ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Մինչ համենալը ես մի հարց ունեմ ձեզ, մենք գտնվում ենք 7-րդ հարկում, բայց կարծես թե 7-րդ հարկում կա ավտոկայանատեղի։ Այո։ Կպատմեք տեղ չկա։ Կպատմեք այս ամենի մասին։ Ճիշտն ասած մեր հարկում երեխեքը շատ են մի քիչ։ Այո։ Տենց իրանց մեքենաները, հեծանիվները Այստեղից որևէ բան ձեզ չի պատկանում, ոչ հեծան։ Մերը ներքևում է։ Ну, չի պատկանում սխալ է, ասել ինչ ուզում վերցնում ենք, էլի։ Հասկացա։ Լավ, ամեն բան պարզ է ավտոկայանատեղի հետ, հիմա կարող ենք արդեն անցնել առաջ։ Էլինե, մեր վերջին հանդիպումը եղել է մոտ 1 տարի առաջ, դուք դեռ ամուսնացած չէիք, մենք այցելել ենք ձեզ քաղցած չէին սպասում հաղորդման շրջանակներում, ձեր կյանքում տեղի է ունեցել փոփոխություն, դուք ամուսնացել եք ընկերներ, շնորհավորում եմ ձեզ այդ կապակցությամբ, գտնվում եք արդեն ձեր ընդհանուր բնակարանում։ Այո։ Երբ եք տեղափոխվել այստեղ։ Ես ավելի շուտ 3 տարի առաջ։ Ես 1.5 ամիս առաջ երևի։ 2։ Այո։ 1.5 կամ 2։ Բայց նենց չի էլի, այսինքն սկիզբը եղել է նենց, որ ես բնական երբ որ ես տեղափոխվել եմ, այդ ժամանակ շփվում էինք Էլինեի հետ, նոր էինք սկսում շփվել ու տենց մեր ծանոթությունն էլ է այդ հիմքի վրա եղել, կարելի է ասել, որ պետքա նկար պատվիրեի իրենից, տենց ծանոթացանք, հանդիպեցինք նաև այս բնակարանում ու ամեն ինչ սկսեց տեղից։ Այսինքն ստեղծագործական առումով հանդիպել եք իրար հետ, բայց դա դարձել է արդեն կարծես թե ընտանիք։ Այո։ Այո։ Ինչպես նաև դուք նշեցիք, որ Ռաֆի մինչ նկարահանումները ձեր առաջին, այսպես ասած, տուգատեսը եղել է հենց չէին սպասում հաղորդման շրջանակներում, այդտեղից եք Էլինեի ֆիքսել։ Կպատմեք նաև այդ պատմությունը։ Ուրեմն չէին սպասումներ, ես տենց սիրում եմ այս հաղորդումը, նայում եմ պարբերաբար, ու տենց երբ որ Էլինեի հաղորդումն էր, ասեցի հետաքրքիր աղջիկ է։ Տենց նայեցի, հետո մտածեցի ոնց կարելի է իր հետ ծանոթանալ, համ էլ իր ստեղծագործական հատվածն էր հետաքրքիր։ Այդպես պատվիրեցի վերնաշապիկ սկզբից։ Այն, որը հիմա գրում եք, հենց Էլինեի դեմքով։ Չէ, էսի։ Այդ չէի նկարի։ Չէ, էսի իմ պատվերով է եղել, հետո արդեն ես ու իրան պետքա գնայինք Փարիզ, ասեցի, որ ուզում եմ անպայման քո նկարով տենց բան ունենամ, վերնաշապիկ ունենամ։ Հա, մի խոսքով պատվիրեցի այդ սկզբից ուրիշ վերնաշապիկ, բայց այդ դրա արդյունքում չկարողացանք ոնց որ ծանոթանալ, ես մտածեցի ուրիշ բան, բնականի հետ կապված, որ անպայման հանդիպենք։ Հետո ինձ ասաց դուք այդ դուքի վերաբերյալ մի կարևոր բան կպատմեմ հիմա, ասաց դուք նկարում եք տներում պատին կամ մեծ կտավ, ասեցի այո իհարկե ես նոր եմ տեղափոխվել բան, բայց չեմ կողմնորոշվում, պիտի գաք նայեք, մի խոսքով համ կասկածում էի ինչ պահա համ էլ բայց դե գործ է ամեն դեպքում, քիչ գումար չենք աշխատի։ Այդպես եկա ու հա, այստեղ ծանոթացանք, իսկ դուքի վերաբերյալ հաջորդ մեր հանդիպումը եղավ իմ արվեստանոցում, եկել էր ինձ մոտ, այնպես էր ստացվել, ես մի պահ պիտի իջնեի բարձրանայի, ասեցի ես շատ դժվար եմ դուքի ծանցում կատարում, ինձ պիտի համոզեն։ Մի անգամից շրջվեցի, ասեցի դու ստեղ սպասեք։ Մի հատ ասեց սպասի, հետո սպասեք, սենց մի անգամից փոխեց, բայց անկախ ինձնից։
Այդպես։ Շատ հետաքրքիր պատմություն է ձեր միության պատմությունը, բայց մենք եկել ենք բացահայտելու ոչ միայն ձեզ, այլ նաև ձեր բնակարանը։ Կխնդրեմ նշեք այն իրերը, որոնք ձեր թիկունքում են գտնվում, որը ում է պատկանում, դրանք ինչ պատմություններ ունեն, պատվոգիր Էլինեին է տրվել Երևանի Պետական Համալսարանի կողմից որպես երիտասարդ ստեղծագործողների հանրապետական ուսանողական մրցույթի 2021-ի կիրառական արվեստի անվանակարգում առաջին մրցանակի Քիչ երկար էր։ տիտղոսակիր։ Եվ Հենց այդպես մենք մրցույթ կար 2021 թվականին Երևանի Պետական Համալսարանը ունի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն։ Այդ մշակույթի կենտրոնում Երևանի Պետական Համալսարանի ուսանողները ստեղծագործող ներկայացնում էին իրենց աշխատանքները կիրառական արվեստում, գեղանկարչություն անվանակարգում եւ կիրառական արվեստում այն ինչ որ հիմնականում ես անում եմ հագուստների վրա նկարել, ինչ որ դեկորատիվ նկարչության վերաբերյալ առաջին տեղը զբաղեցրի։ Հուշանվերներ, այս տունը սեր է, պետք է սիրել, ներել, ժպտալ, գրկել, երազել, հոգ տանել։ Եթե չեմ սխալվում, Ռաֆի քույրը, ինձ տեղափոխվելուց։ Էլինե, ես տեսնում եմ, որ այդտեղ կա տեղադրված մեքենայի երկու բանալի։ Սա վստահ եմ, որ նույն մեքենայինը չէ։ Հա։ Բայց անցյալ տարի դուք չունեիք մեքենայից, ընթացքում հասցրեցիք ձեռք բերել։ Այո։ Վարում եք անկաշկանդ։ Ձեր հաղորդումից է երևի, որ ասում եմ իրականանում է։ Կարող եք հենց հիմա ինչ-որ բաներ ասել, թող դրանք էլ դառնան իրականություն։ Ինչ ենք ուզում։ Մտապահեք ամենակարևոր երազանքը։ Երազանքերը։ Ահա, Միլանում ցուցահանդես։ Հրաշալի է։ Վստահ եմ, որ հաջորդ նկարահանման ժամանակ դուք արդեն հպարտորեն կասեք դրա մասին։ Նաև ուզում եմ հասկանալ, դա Ֆաբերժեի հավաքածուից է այդ ներքևում գտնվողը, թե ոչ։ Սա։ Այո։ Ոչ։ Ոչ։ Ես չգիտեմ որտեղից է, բայց սիրուն էր։ Բարի։ Սա Ռաֆինն է էլի, դիպլոմ։ Այս սրա պատմությունն եմ ուզում ձեզ պատմել։ Կարմիր դիպլոմ։ Երկու կարմիր դիպլոմների։ Այստեղ մի քիչ մրցակցություն կա, որովհետև առաջին կարմիր դիպլոմը իմն էր, սխալ է էլի ստացվել, որովհետև Ռաֆին իր մագիստրատուրան մի քիչ հետո է ընդունվել, ու ես եկա տեսա, որ իր կարմիր դիպլոմը դրված էր, թե որ դիպլոմը օժիտ են բերում էլի, ես էլ իմը դրեցի իր կողքին։ Հրաշալի է եւ օրինաչափ։ Գնանք առաջ ընկերներ։ Գնանք։ Մենք խոսեցինք նաև ձեր միության մասին, բայց չխոսեցինք ձեր գործունեության մասին, Ռաֆի։ Այո։ Ծանոթությունը պարզ էր, իսկ ինչով եք դուք զբաղվում, ինչով եք դուք զբաղվել։ Դե սովորել եմ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտություն բաժինը, դեռ վաղուց։ Հետո ինչպես Էլինեն նշեց, մագիստրատուրան ավելի ուշարեցի business administration-ում։ Աշխատանքային գործունեությունս հիմնականում ծավալվում եմ արդեն 11 տարի, ներկայացնում ենք մի շարք խոշոր բրենդներ Հայաստանում, պաշտոնական ներկայացուցիչ ենք կապված մազերի խնամքի, պրոֆեսիոնալ ներկերի հետ։ Այդպես կարևորագույն հաճախորդների հետ համակարգում է մեր համագործակցությունը։ Բիզնես ոլորտում եք գործունեություն ծավալում։ Էլինե նկարչուհի եւ ռադիո հաղորդավարուհի։ Այո։ Առաջին հայացքից իրարից բացարձակ տարբեր մասնագիտություններ։ Ինչպես եք հայտնվել ռադիոյում, կպատմեք այդ պատմությունը։ Չպիտի հարցնեի դա։ Եղել բայց տոպարատում։ Իրականում հա, Ռաֆին էր առաջին լսել այդ հայտարարությունը, հենց այդ ռադիոից եթերում, որ հաղորդավար են փնտրում ու մեդիա դպրոց ունեն հենց այդ ուղղությամբ։ Ես էլ լսեցի, բայց ես մի բնավորություն ունեմ, ոչ թե ալարկոտ եմ, եթե ինչ-որ մի բան սկսեցի, կավարտեմ հաստատ, բայց ես ալարում եմ սկսել, ինձ այդ սկսելու պահն է միշտ շատ դժվար, անգամ նկարելու ժամանակ։ Ու Ռաֆին կարելի ասել ստիպելով, որովհետև ես շատ շուտվանից ուզում եի ամեն դեպքում հաղորդավար լինել, դե իմ կրթությունը կապ ունի դրա հետ։ Այդպես Ռաֆին ասեց ուղարկեցիր CV-դ, ասում էի հա, բայց չէի ուղարկում, արդեն ստուգելուն էր հասել, եմ որ ուղարկեցի, լավ, զանգեցիր, տեսել են, այսպես, հետո տեսան, կանչեցին ու արդեն պրակտիկա, մեդիա դպրոց եւ անցա աշխատանքի։ Իդեպ մեր բոլորի ողջույնները մեր ընկերներին ռադիոյում աշխատող, մեր բոլորի լավ ընկերներն են այնտեղ աշխատում։ Բայց ամեն դեպքում միևնույնն է, ծավալելով միաժամանակ երկու գործունեություն, մեկն ու մեկը ձեզ պետք է ավելի հոգեհարազատ լինի, կարծում եմ։
Ես այդ հարցը ինքս ինձ շատ եմ տվել ու չեմ գտնում պատասխանը, այսինքն այդպես էլ չեմ հասկանում։ Ինձ թվում է իմ երկու կողմերն են։ Այսինքն մի կողմը, որը ուզում է լուր աշխարհից կտրված, ստեղծագործել, իր կանոնները սահմանել այս աշխարհում, դա նկարչությունն է, իսկ երկրորդը, որ ամեն դեպքում ուզում է պրակտիկ մնալ մարդկանց կողքին, մնալ շփվել մարդկանց հետ, դա էլ հենց հաղորդավարությունն է։ Այսինքն չեմ կարողանում տարանջատել, ինքս ինձ համար էլ չի ստացվում։ Նկարչության ո՞ր ուղղությունն է ձեզ պատկանում։ Այսինքն որ ոճով եմ ստեղծագործում։ Այո։ Ավելի շատ դեկորատիվ, այսինքն գույներ, ֆիգուրիստական ինչ-որ մոտիվներ, կարող են լինել մրգեր, ծաղիկներ, ուղղակի դեկորներ, նախշեր անգամ, բայց շատ սիրում եմ առանձին մի հատված կա իմ նկարչության մեջ, դա նատյուրմորտն է։ Չգիտեմ, ինձ շատ հոգեհարազատ է, ես այդ որ դնում եմ, օրինակ հենց այս տարբերակով ես մեծ սիրով կնկարեի, այդ որ դնում եմ ու սկսում եմ իրեն նկարել, համ ձեռքս է բացվում ավելի ամեն դեպքում նման բաների հետ գործ ունենալով, համ սիրում եմ ուղղակի, գույներ կան այդտեղ։ Նկարչության հետ կապված, ինչպես հասկանում եմ, ցանկացած հարթակ, նույնիսկ ոչ հարթ մակերես ձեզ համար կարող է դառնալ ստեղծագործելու վայր, ճիշտ է։ Հա։ Կտավից անցումը այլ մակերեսների վրա ինչպես է եղել, սկիզբը ինչպես դրվեց։ Ասեմ, ես միշտ մտածել եմ, որ չի կարելի աշխատել այնտեղ, որտեղ քեզ լավ չէ, որը քեզ դուր չի գալիս։ Ու մտածել եմ, որ Էրնեք են մարդկանց, ովքեր կարողանում են իրենց սիրած գործով գումար աշխատել։ Բայց ես քանի որ հասկանում եմ, ես չեմ կարող մեծ կտավ նկարել, դա մատչելի գնով վաճառել, ես այդ ինձ չեմ կարող թույլ տալ ուղակի։ Անցա մի ուրիշ բանի, հագուստի։ Սկզբի համար ու ստեղծեցի հագուստի իմ բրենդը, որը հենց սահմանափակ քանակով հագուստներն են, երբեմն անգամ մի հագուստից մի օրինակ եմ նկարում ու դա եմ, այսինքն որպես բիզնես գործունեություն նկարելու հետ կապված դա է։ Կա բրենդը այժմ։ Այո, կա։ Ինչպես մարդիկ գտնեն ձեր բրենդը։ Հենց Էլին է, հենց այդպես է կոչվում, իմիջիայլոց բրենդը սկզբում այլ բաներ, հետո այլ բաներ, դե միտքը նույնն է, բայց ես այդպես էլ չէի հարմարվում ոչ մի անունի, ասեցի, լավ, բեր քո անունը դիր, որովհետև միշտ հարցնում են Էլին է, թե Էլինա, ես ասում եմ Էլին է, ու այդ այն շեշտադրում եմ, ասեցի, լավ, այդպես արա, համ էլ դժվար չի լինի մի հատ բրենդ զարգացնել, մի հատ էլ անձնական բրենդինգ զարգացնել։ Իրականում այդ առումով շատ շահում ես։ Նաև շատ տարածված է վերջերս մարդիկ մեզանից հաճախ նեղանում են Քրիստինե, Քրիստինա, Իրինա, Իրինե, Էլինա, Էլինե, դուք եք այդ մարդկանց դասին պատմում, ովքեր եթե սխալմամբ ասում են Էլինա, ապա ոչ չի կարելի ուղեք ձեզ։ Չէ։ Ես ընդունում եմ, որ Էլինե անունը այդքան չի հանդիպում, Էլինա է մարդկանց ականջին սովոր։ Հիմա օրինակ, հա, ինչ անուն ասեմ, Աշոտ անուն կա, եթե Աշուտ լինի, օի տեղը ու լինի, մարդիկ չեն ֆիքսելու ու մտածելու են, որ Աշոտ է, դրա համար չեմ նեղանում։ Բայց կա մի ուրիշ հատված, երբ որ ասում են Սերինե, Էլեն, Հեղինե ընդհուպ, այդպես։ Էլի չեմ նեղանում, ով ինչպես լսում է, որովհետև ես գիտեմ, որ Էլինեն, այդ վերջին N տարածված չի ու հա կարող են եւ չֆիքսել։ Ռաֆի, դուք նշեցիք, որ արդեն 3 տարի է շուրջ, որ տունը ձեզ է պատկանում, հետևաբար վերանորոգման աշխատանքների հետ կապված որևէ միջամտություն Էլինեն ինչպես հասկացանք, այդպես էլ չունեցավ, նույնիսկ պատին նկարը չնկարեց, եւ մենք գտնվում ենք նորակառույց թաղամասում։ Մինչ այստեղ բնակվելը, դուք որտեղ եք բնակվել, ձեր արմատները որտեղից են գալիս։ Ես բնակվել եմ Աբովյանում, ավելի ճիշտ Մայակովսկի գյուղում, Աբովյանից գյուղում։ Տենց հետո որոշեցի, որ պետքա բնակարան ունենամ Երևանում եւ նպատակներս ուղղվեց դեպի դա ու ունեցանք բնակարան։ Նորակառույց թաղամասերում հաճախ ենթակառուցվածքների խնդիրներ են առաջանում։ Ունեք այդպիսի խնդիրներ, չէ՞ ոչ։ Դե հենց լավ մոնիտորինգ եմ արել գնելուց առաջ ու հենց բնակարան ենք ընտրել, որ ոչ մի խնդիր չունենա, էլի համեմատաբար, այսինքն ոչ ենթակառուցվածքների լինի նաև նենց տեղ, որ քայլելով հնարավոր լինի ինչ-որ տենց մոտիկ
խանութ Շատ մոտ է իմ աշխատանքի վայրին։ Մոտ է Էլինեի աշխատանքի վայրին, իմ աշխատանքի վայրին։ Կարելի է հնչեցնել որտեղ են գտնում, թե դա գաղտնիք է, դե խնդրում եմ դուք ինքներդ ասեք։ Մամիկոնյանց փողոցի վրա են գտնում, ավելի մանրամասն կարող ենք չասել իհարկե։ իհարկե։ Վարչական շրջանում Մամիկոնյանց 58 մուտք կամ Արգության 22, երկու կողմից էլ ունենք մոտ։ Հրաշալի, բոլոր գաղտնիքները բացահայտեցիք։ Տան դիզայնի հետ կապված ում նախաձեռնությամբ է այս ամենը այսպես եղել։ Ես ունեմ մի շատ լավ ընկեր, այսինքն ընկերացել ենք, դիզայները մեր, Անի է անունը, այդպես իր հետ սկսել ենք համագործակցել ու ավարտին հասցնել։ Անդրադառնանք դետալներին։ Գրքեր, հատկապես գեղանկարչության հետ կապված եւ Դա Վինչի։ Սիրում եք Դա Վինչին։ Շատ վերածնունդի ոչ թե նրա համար, որ Մոնա Լիզան է օրինակ այստեղ պատկերված կամ իր, չգիտեմ, ավելի շատ նրա համար, որ ամեն դեպքում ես Դա Վինչիին համարում եմ վերածննդյան ժամանակաշրջանի ամենաթոփերից մեկը, չասեմ ամենաթոփը, որովհետև կան շատ լավերը կան, բայց Դա Վինչին ուրիշ, ինչ որ ուրիշ առեղծված ունի ինձ համար, բայց Մոնա Լիզան աշխարհում իմ ամենասիրելի նկարը չի, ես այդպես ուռճացված չեմ նայում այս նկարին։ Բնականից տեսել եք այդ կտավը։ Այո։ Եվ տպավորությունը ինչպիսին էր։ Մի բան ասեմ, Այո։ դե Լուվրում է ու Լուվրում կան ինձ համար համենայն դեպս իմ սուբյեկտիվ կարծիքով, հիմա ինձ հետ կարող են ներողություն չհամաձայնել, բայց շատ ավելի արժանի կտավներ, շատ ավելի այսպես մեծ աշխատանքով կտավներ ու նույն Մոնա Լիզայի հետևի ֆոնին գտնվում է այսպես մի ահռելի կտավ ու եթե դու նայես դու ուղղակի չես հասկանա ոնց է դա հնարավոր նկարել։ Ռաֆայելներ, կարծեմ, Ռաֆայելներ։ Չեմ հիշում, բայց հա, ավելի լավերը կային հաստատ։ Գեղանկարչության եւ առհասարակ նկարչության մեջ կա որևէ նկարիչ, որը ձեզ համար միշտ հանդիսանում է ոգեշնչման աղբյուր։ Տարբեր ոճերի նկարիչներ կան, որոնց ես սիրում եմ, բայց որ նայում եմ ու անընդհատ կուզեմ նայել Գոգեն։ Հասկացա։ Դուք նույնպես արվեստից հեռու չեք, Ռաֆի, ինչպես հասկանում եմ, եւ Ինչքանով որ կա։ Եվ կյանքի բերումը, որովհետեւ Էլինեն ձեր կողակիցն է եւ հետաքրքրված եք եղել։ Ձեզ համար կա գեղանկարչության մեջ մի տեղ, որտեղից այն կողմ անցնել դեռևս չի հաջողվել որևէ մեկին։ Ի նկատի ունեք արվեստի գործիչ, որը համարվում է top իմ համար։ Ոյ, մենք Վիեննայում եղանք Ալբերտինայում, այնտեղ Պիկասոյի այդպես կտավներից կար, իմ կարծիքով այդ տեսանկյունից Պիկասոն Աբստրակտը սիրում եք ամեն դեպքում։ Պիկասոն Ոչ ռեալիստական է, ավելի հետաքրքիր է շատ իմ համար։ Նաև գույներ եմ շատ սիրում ու Էլինեի ստեղծագործությունները ինձ դուր է գալիս հենց այդ տեսանկյունից, որ շատ գույներ կան։ Այսինքն այդ տեսանկյունից կարանք նաև մեր Սարյանի մասին էլ խոսել, Մինասի մասին էլ խոսել, իրանց կտավներն էլ, իրանց ստեղծագործություններն էլ են բավականին գեղեցիկ ու հետաքրքիր։ Էլինեն ծավալում է երկու գործունեություն։ Ձեզ համար որն է ավելի նախընտրելի՝ ուղիղ եթերում լսել Էլինեին, թե տեսնել, թե ինչպես է նա կտավներ ստեղծում։ Ոյ, բարդ հարց է իրականում։ Դժվար է ասել, բայց իմ կարծիքով ամեն դեպքում նկարչությունը, որովհետև ես իրան հավանել եմ, հենց սիրել եմ, կարելի ասել, հենց այդ ամեն ինչի մեջ ու իմ համար այդտեղ այդ անսահմանափակությունը, մտքի անսահմանափակությունը շատ մեծ դեր ունի ու կարևոր է։ Ամեն դեպքում արվեստի մասին զրուցելով մոռացանք զրուցել նաև տան մասին։ Քանի մետր քառակուսի է տունը։ 80 մետր քառակուսի։ 80 մետր քառակուսի եւ տեսարաններ, տեսադաշտ, կարծես թե այնքան էլ շատ հագեցված չէ։ Ունենք Արագածի դեպի Արագած տեսադաշտ, ուղղակի այս պահին մի քիչ մառախլապատը չի երևում։ Այս կողմից տենց պուճուր համալիրն է երևում, որ այդ շենքը ես շատ հավանում եմ, դրա համար շեշտեցի։
Մենք հաղորդման երկրորդ հատվածում հավանաբար կտեղափոխվենք պատշգամբ, իսկ այս պահին նաև տեսնում եմ, որ ունեք PlayStation։ Ով է սա ավելի շատ օգտվում սրանից։ Կարելի է ասել, եթե օգտվում ենք, միասին ենք օգտվում, այսինքն տենց Ընկերներ, ինչ որ առաջնություններ PlayStation-ի։ Տենց առաջնություններ չէ, երբ ընկերները գալիս են, խաղում ենք, տենց ավելի սիրողական, բայց տենց որ առաջնություններ կոնկրետ Էդի արել ենք փոքր ժամանակում, հիմա ավելի ժամանակն էլ է խիտ, հիմա կյանքի ռիթմն հենց արագ է, որ բանը դրան Ինչ խաղեր եք խաղում։ Կռիվ։ Mortal Kombat ենք խաղում հիմնականում։ Իսկ իրական կյանքում Ոյ։ Լինում է հաճախ։ Մենք սենց ասեմ, այն որ ասում է մեկը զանգակ, մեկը բամբակ, մեր դեպքում ոնց որ երկու զանգակ է ստացվել։ Ինքը մի կողմից տենց հնչում է նենց որ կռիվներ շատ կլինեն, բայց մի կողմից էլ հենց այդ նաև դրա մեջ կա հետաքրքրություն, իմ համար էլ, իր համար էլ, դրա համար Երկու զանգակ։ Okay ենք մենք դրա հետ։ Պարզ է։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ հաղորդումը եթերը գնալու Կիրակի օրը ժամը 12-ից սկսած չէին սպասում KTM կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև մեզ կարող եք հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, ինչպես նաև Կենտրոն հեռուստաընկերությամբ։ Մի փոքր մեր մասին, իսկ այս պահին մեր ծրագրում կլինի կարճատև գովազդային դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք մեր բացահայտումները։ Շատ լավ։ Համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր ու տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով կարմիր աղացած կծու քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, ինչպես նաև մի շարք այլ համեմունքներ։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Հնչեցրեք։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մառանիկ։ Ոչինչ չունեմ ավելացնելու, սիրով նվիրում ենք։ Շնորհակալ ենք։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա կետչուպները շատ համեղ են եւ կարող են համադրվել ցանկացած ուտեստի հետ։ Համ, որն արթնացնում է ախորժակ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր։ Տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել, սիրով նվիրում ենք։ Շնորհակալ ենք։ Հանձնեցինք մեր գործընկերների կողմից տրամադրված ապրանքները ձեզ։ Շնորհակալ ենք շատ։ Մենք նույնպես եւ գտնվում ենք ձեր խոհանոցում։ Ով է ձեր տան խոհանոցի ավելի արարիչը։ Ավելի չէ, Հիմնական արարիչը։ Ես մաքսիմում կարողանում եմ պատրաստել պաստա, որովհետև տենց բան չկա էլի հիմնականում անում ջրի մեջ այդ բանը տեսնում ենք։ Հիմնականում Էլինեն է պատրաստում։ Էլինեի պատրաստածներից ամենահամեղը եւ ամենասիրելին որն է, Ռաֆի։ Օ, ես էլ չէի հարցրել։ Ճիշտն ասած, այս վերջերս մի հատ տենց բան է հետաքրքիր իմպրովիզ չասեմ, չգիտեմ, երևի ինչ որ տեղից տեսել ա կամ իմպրովիզա չեմ կարող ասել, բայց հավի միսը մեղրով սարքում ա գրիլ անում, շատ համեղ է ստացվում։ Տարբեր տեսակի աղցաններ ա պատրաստում համեղ։ Ձեր շրջապատում ակտիվ շինարարություն է ընթանում, բայց ձեր պատուհանները գերիդեալական մաքուր վիճակում են գտնվում։ Սա ինչով է պայմանավորված, Էլինե, դուք ուղղակի իդեալիստ եք, թե այլ պատճառներ կան։ Իդեալիստ չեմ, չէ։ Ուղղակի մաքրել եմ։ Ստացվել է։ Մի քիչ ծանր եմ տարել իրականում, բայց Ինչը, որ մաքրել եք։ չէ։ Դրսի հատվածից էլ իհարկե մաքրելու բան կար, այդպես մաքրել եմ ու ծանր չեմ տարել եմ։ Անսովոր էր։ Բարի։ Անդրադառնանք դետալներին։ Ես տեսնում եմ, որ կա մի նկար, որը կախված չէ պատից, այլ դրված է գետնին։ Ինչու։
Բացատրեմ, մենք ունենք նկարներ, որոնց տեղերը դեռ չենք որոշել, այսինքն նույն այս նկարը չենք կողմնորոշվում, այս իր վերևի հատվածում կախվի, թե մյուս պատի վրա կախվի, այսինքն կան նկարներ, որ չենք կողմնորոշվել, մյուս կողմից էլ այս նկարները ինչ շուտով պետք են իմ ցուցահանդեսի համար, կամաց բերում եմ, հավաքում եմ։ Ինչ ցուցահանդեսի մասին է խոսքը։ Սպասվող մարտի 1-ին է լինելու իմ անհատական ցուցահանդեսը, երկրորդն է սա, առաջինը 3 տարի առաջ էր։ Երկրորդ անհատական ցուցահանդեսը Բուզանդ 3 կոտորակ 1 հասցեում գտնվող Փյունիկ զարգացման կենտրոնում։ Ժամը քանիսից սկսած։ Ժամը 19:00, մարտի 1-ին կլինի բացումը, իսկ մարտի 2-ից մարտի 9-ը ժամը 14-ից մինչև ժամը 19:00-ն էլի բաց կլինի։ Շատ բարի, ունեցանք ինֆորմացիան, նկարը, որը դրված էր գետնին կրկին Էլինե էր, չէ՞, ճիշտ հասկացա։ Իսկ այս նկարը Սա գողացված նկար է, ես եմ նկարել, ես եմ նկարել, իմ արվեստանոցում էր, Ռաֆին ճիշտ գտավ, որ վերցնի, ես չտվեցի իրեն, ասեցի, որ չէ, որովհետև ես այսպես շատ սեփականատիրական նկրտումներ ունեմ, էլի իմ աշխատանքների հետ կապված, որ ուզում եմ նվիրում եմ, բայց որ չեմ ուզում, չէ, պետք չի ինձնից վերցնել, ինքը ամեն դեպքում դա վերցրեց, բերեց այստեղ, երկար ժամանակ էստեղ էր, ու այդպես էլ մնաց։ Կտավի վրա է նկարված, թե Չէ, ապակի է, ես ունեմ այսպես վիտրաժային շարք, թափանցիկ է ինքը։ Այո։ Սիրում եմ այս ոճը, ու սիրում եմ հենց ապակու վրա նկարել, որովհետև դա ուրիշ տեխնիկա է ու ինձ դուր է գալիս։ Ես այդքան ծանոթ չէի ճիշտն ասած այս վիտրաժային նկարներին, բայց առաջին անգամ, երբ որ Էլինեն ինձ նվիրեց, մեր առաջին փետրվարի 14-ին, դեռևս 3 տարի առաջ, դեռ կտեսնեք այդ նկարը։ Ահա։ Հենց այս նկարն էլ նվիրել է։ Այո, այս նկարը նվիրեց ինձ։ Ու դրանից հետո տենց հագում առաջացավ իմ մոտ, նաև վիտրաժային նկարներ։ Բայց կարամ պատմեմ ոնց էի նվիրել։ Իհարկե։ Ես գողացել էի Ռաֆիի տան։ Դուք գողանում եք անդադար իրարից ինչ որ բաներ եք գողանում։ Ես ռեալ գողացել էի Ռաֆիի տան բանալին, մեքենայի մեջ էի, ասեցի ու կռվել էինք շատ լուրջ դրա նախորդ օրը, ասեցի գլուխս ցավում եմ, խոսքով պիտի դեղ խմեմ, պետք է ինքը իջներ դեղատուն, ես այդ ընթացքում իր մեքենայի մեջից գողանում եմ մեկ բանալի, որպեսզի հաջորդ օրը կազմակերպեմ, որովհետև ինքը չէր սպասի այդպես եւ այո, մենք ստացվեց միանշանակ անակնկալը ստացվեց, հետո այդ գողության համար իհարկե դատվեց։ Նաև տեսնում եմ զարդարված բաժակներ ենթադրվում է, եթե կարելի է բացել Ռաֆի, որպեսզի ավելի ակնառու լինի, շնորհակալություն։ Սա ձեր հարսանիքից է, նշանդրեքից է մնացել Հարսանիքից։ Լավ։ Եկեղեցու բաժակներն են, դեկտեմբերի 27։ Լավ, դուք հիշում եք Ռաֆի։ Իհարկե։ Բայց այդ օրը նենց անցել, որ չեք հիշում։ Այդ օրվա մասին պատմում են։ Վիդեոներով հիշում եմ։ Լավ, դուրս գանք պատշգամբի հատված, հասկանանք ինչ տեսարան է բացվում, որովհետև նախորդիվ խոսում էինք այդ ամենի մասին։ Առավոտները անցնում են պատշգամբում, մեկ գավաթ սուրճով, ամռանը։ Ձմռանը այդքան էլ չեք օգտվում։ Ձմռանը չենք Սուրտ է ու խամոտ։ Տեսարաններից այս կողմից կարծես թե շատ բողոքելու կարիք չունեք, հաշվի առնելով քաղաքում ընթացող շինարարությունը, համեմատաբար գոնե ինչ-որ տեսարաններ կան, դեպի որ հատված է բացվում, Մառախլապատ է չի երևում։ Մառախլապատ է, այս կողմը դեպի Դավթաշեն վարչական շրջանն է, իսկ ավելի հեռվում Արագածն է երևում։ Ահա, Արարատի տեսարան Արարատի տեսարան չունենք, այս կողմում է Արարատը։ Ահա։ Բայց մենակ Սիսն է մի փոքր երևում, բայց այս բան Մառախլապատը չի երևում եւ այս շենքերի, երկու շենքերի արանքից կարելի է նաեւ տեսնել Համալիրը։ Իմ համար շատ սիրելի շենք է, Համալիրը, շատ սիրուն դիզայներական ոճով, դեռևս այն ժամանակ, որ մինչև հիմա ակտուալ է։ Շատ լավ բակ ունեք համեմատած նոր նորակառույցներին, գոնե բակային հատված կա։ Այո։ Կարծես թե այստեղ ամեն բան պարզ է պատշգամբում, երևի թե շարունակենք եւ մեր բացահայտումները ձեր օգնությամբ փորձենք իրականացնել։ Ուր ենք գնում, կառաջնորդեք մեզ։ Կարող ենք գնալ ննջասենյակ։ Գնում ենք ննջասենյակ։ Մեկն է ննջասենյակը, թե էլի կա։
Չէ, երկու ննջասենյակ ունենք։ Մեկը մերն է։ Դե գնանք ձեր ննջասենյակ ուրեմն։ Համեցեք։ Կան նկարներ Էլինեի ստեղծագործություններ։ Այո, կան, ուղղակի դեռևս էլի կախված չէ։ Եթե կարելի է լույսերը միացնենք, ահա, խնդրեմ կրկին տեսնում ենք Էլինե, կրկին ապակե, կրկին վիտրաժներ։ Հա։ Ցուցահանդեսի ժամանակ մարդիկ կտեսնեն կտավներ, կտեսնեն վիտրաժներ եւ հագուստներ նույնիսկ։ Այո, նույնիսկ մի 3-4 վաճառված կտավ կա, իհարկե գնորդներին խնդրել եմ, համաձայնել են, նաեւ դրանք կցուցադրվեն հենց։ Զգեստապահարան, որը վստահաբար պատկանում է միայն Էլինեին, ճիշտ է։ Ինչի՞ Չնայած որ 3 տարի է արդեն այս բնակարանը ձեռք եք բերել, բայց վստահաբար դա պատկանում է Էլինեին, փորձը այդպես է ցույց տալիս։ Ես տենց մի փոքր բան պատմեմ, այս ուրեմն զգեստապահարանի հետ կապված, դե բնականաբար, հա, 3 տարի ես ապրում եմ ստեղ, սա իմ սենյակն է, իմ զգեստներն են բան, ու տենց երբ որ գնացինք Էլինեի զգեստները բերելու, ընդհանրապես տևեց մի քանի ժամ, երբ որ ես ուղղակի դուրս շպրտվեցի այս սենյակից զգեստներով, այո։ Ու հələ բան էր, սովորություն կար իմ մոտ, երբ որ առավոտյան արթնանում եմ, ուզում եմ հագուստներս վերցնեմ, բան, ավտոմատ գնում եմ հետո ֆազան դեմ, իսկ ուր են ձեր հագուստները այդ դեպքում։ Մյուս ննջասենյակում են, հասկացա։ Ռաֆի, դուք բավականին երկար ժամանակ ապրել եք միայնակ։ Թե ոչ։ 3 տարի։ 3 տարի, բավականին երկար ժամանակահատված է։ Դժվարություններ չկային միայնակ տղամարդու համար։ Իրականում սկզբի հատվածում կար, արդեն որ քո ծնողների հետ ես ապրում, հետո տեղափոխվում ես մենակ, բնականաբար լիքը բան պետք է ինքնուրույն անես։ Հատկապես դուք ասացիք, որ միայն պաստա եք պատրաստում, բայց պետք է սնվել։ Սնունդը հիմնականում դուրսն էի սնվում այդ ժամանակ, բայց տենց բարբերաբար ժամանակի ընթացքում արդեն կարելի ասել հարմարվել էի մենակ ապրելուն, բայց դա բնականաբար ոչ մենակը ավելի լավ է։ Հայելին ի սկզբանե եղել է, թե սա Էլինեի պահանջներից հետո է այստեղ հայտնվել։ Եղել է։ Եղել է։ Դուք գիտեիք ինչ է սպասվում ձեզ Ռաֆի, եւ նախորդ պատրաստվել եք։ Ձեր ննջարանում ամեն բան գրեթե պարզ է, կխնդրեմ շարունակենք մեր բացահայտումները, այնտեղ կարծես թե սանհանգույցի հատվածն է, հավանաբար չենք նկարի կամ մի ակնթարթ ընդհանրապես մի փոքրիկ ակնարկով այսպես կանցնենք ու կշարժվենք առաջ։ Կրկին կոկիկ, կրկին գեղեցիկ, ամեն բան պարզ է, մենք շարժվում ենք առաջ եւ գնում ենք մյուս ննջասենյակ, որտեղ պահվում են Ռաֆիի իրերը։ Գնացինք։ Այդ ննջասենյակը ում համար է նախատեսված։ Այս պահին նախատեսված է հյուրերի համար, եթե ունենում ենք հյուրեր կամ ծնողներս, եթե գալիս են ստեղ են այս ննջասենյակում են անցկացնում, եւ իմ զգեստապահարանն է ստեղ, հետագայում դե բնականաբար Աստված առաջ, եթե երեխաներ ունենանք, իրանց սենյակ կտա։ Վստահաբար ունենալու եք։ Կրկին Էլինե մահճակալի վերևում ծաղիկներ, թե Էլինե չեն։ Չէ, սա բայց կիսած շարք է, ես էլի բերել եմ, որ ամբողջացնեմ ու իմաստած ցուցահանդեսի ուղղությամբ ուղղվի։ Այսինքն մի քանի նկարներից պետք է բաղկացած լինի։ Հա, ու հենց նկարների վրա էլ ամբողջացնելու բաներ կան, այս եղանակին ճիշտ ասած իմ արվեստանոցում այսպես շատ սառն է լինում, անգամ երբ որ ես տաքացնում եմ, շատ չի կարողանում տաքանալ, ու շատ բաներ տեղափոխում եմ տանն եմ աշխատում, որպեսզի նաև հետ չընկնեմ գործերիցս։ Կոտրած է ձմերուկը, թե կտրած։ Կոտրած։ Դուք սա հատուկ կոտրել եք որպեսզի նկարեք, թե կոտրվել էր, դուք առիթը բաց չթողեցիք։ Չէ, ես հատուկ եմ կոտրել, ասեմ ավելին, հատուկ ֆիլմ, վիդեո կա իր հետ կապված, որը բավականին մեծ տեսանելիություն հավաքեց Facebook-ում, TikTok-ում նաև, մոտ 1 միլիոն դիտում։ Ես ինչպես եմ ձմերուկը գողանում, հետո վազում, գցում ձեռքիցս, կոտրում, հետո էլի վերցնում, որ ինձ չբռնեն, մի խոսքով եւ տանում եմ նկարում եմ։ Սցենարը դա էր եւ հենց ձմերուկի միտքն էլ դա է, որ ինքը այսպես երբ որ ձմերուկը գցես, կոտրես, ինչ կստացվի, ինչպես կլինի, եթե անկեղծ ինձ համար կտրածը ձանձրալի կլիներ։ Դրա համար ճիշտը կոտրածն էր։ Համացանցում բավականին ակտիվ եք։
հատկապես երբ փորձում էի ձեր մասին նոր ինֆորմացիաներ գտնել, հասկացա, որ Instagram-ում հատկապես շատ ակտիվ եք։ Եւ Շարլ Ազնավուրի դիմանկարը կարծես թե ձեզ համար եղավ ճակատագրական։ Ճիշտ եմ հիշում ամեն բան։ Նաեւ, որովհետեւ այդ դա էլի տեսահոլովակ կա դրա հետ կապված, ընդհանրապես աշխատում եմ միշտ այն ինչ որ անում եմ, ներկայացնել այս աշխարհին համապատասխան ու ասեմ, որ եթե հիմա էլ մարդիկ, չգիտեմ, դիտում են մի այսպես փոքրիկ խորհուրդ կարող եմ տալ, մի քիչ այդ ֆոտոների ժամանակը անցել է, հիմա ավելի դեպի տեսանյութ, ավելի օրգանիկ բաներ են մարդիկ սիրում եւ դա է, որ մարդկանց հետաքրքրում է, այսինքն մշակված սիրուն են ֆոտոներ, այդ էլ չի հետաքրքրում հիմնականում։ Մեծ ցավով եմ իհարկե խոսելու այս թեմայի մասին, բայց ըստ ձեզ, եթե ձեր նկարների ստեղծումը այդքան գեղեցիկ չմատուցեիք, այլ ուղղակի ներկայացնեիք ընդամենը ձեր նկարները եւ կազմակերպեիք ցուցահանդես, մարդկանց հետաքրքրվածությունը մեծ կլիներ, թե ավելի նվազ։ Բնականաբար ավելի նվազ, որովհետև ինձ համար, ինչ մասնագիտություն էլ դու ունենաս, հատկապես եթե արվեստի մասին ենք խոսում, արվեստը սիրում է հանդիսատես, պարտադիր, ու եթե դու արդեն ունես հանդիսատես, ինչ որտեղ դու պարտավոր ես իրենց գոհացնել, պարտավոր ես ակտիվ լինել ու ցույց տալ, թե ինչի համար այդ մարդը պիտի օրինակ ոչ թե հետևի քեզ Instagram-ում կամ այլ սոցցանցում, այլ ինչի համար այդ մարդը պիտի ճանաչի քեզ, ինչ ունես դու տալու այդ մարդուն։ Օրինակ կան փուչ, ներողություն եմ խնդրում, բայց կան փուչ տեսանյութեր ու կան փուչ գործունեություններ, որոնք ես չեմ հասկանում ինչ են տալիս մարդկանց։ Ու հենց դա է, որ դու պիտի ինչ-որ մի բան տաս մարդուն, համոզես, որ հա, իմացի ինձ կամ հետևի կամ իմացիր, որ ես եմ նկարել։ Գաղտնիք չէ երևի թե, որ շատ մեր հասարակությունը չի սիրում հետաքրքրվել գեղանկարչությամբ, առհասարակ արվեստով, բայց ձեր ոլորտը շատ ավելի խոցելի է։ Ըստ ձեզ Էլինե, դա ինչով է պայմանավորված, ինչու մարդիկ չեն սիրում նկարիչներին, նկարներ։ Բացատրեմ, ըստ իս ես այո, խորացել եմ այդ թեմայով ու կարծում եմ, որ հիմնական պատճառը նա է, որ մենք այնքան դժվարություններ ենք ունեցել, այսպես այնքան խնդիրներ ենք ունեցել ու գենետիկորեն մեզ ավելի շատ կարող է հետաքրքրել նստել հաց ուտելը եւ 100,000 դրամ ծախսելը հաց ուտելու վրա, քան առնելը մի մնայուն ինչ-որ կտավ կամ քանդակ, ոչ միայն իմ ոլորտի, որովհետև դա գենետիկորեն է գալիս, մարդկանց պահանջմունքներից է գալիս։ Մենք գիտենք, որ նույն Եվրոպայում այդպես չի, եվրոպական մի շարք երկրներում կամ քաղաքներում, հատուկ քաղաքներ կան, որոնք էլ ավելի են սիրում արվեստը, որովհետև իրենց մոտ այդ գենետիկորեն գոյության կռիվը չի եղել եւ իրենք արդեն կարող են թույլ տալ իրենց ծախսել էմոցիայի համար, էսթետիկայի համար, մեզ մոտ, բայց պիտի ասեմ, որ զարգանում է։ Եվ փառք Աստծո, որ այդ ուղղությունը զարգանում է։ Մենք կարող ենք տեղափոխվել հյուրասենյակի հատված եւ մեր զրույցը այնտեղ շարունակել։ Շնորհակալություն, բայց ճանապարհին կզրուցենք իհարկե։ Անդադար խոսեցինք ձեր նկարների մասին, նկարչության ոլորտի մասին, բայց մի պահ բաց թողեցինք կարծես թե հաղորդավարությունը։ Այո։ Դուք, եթե չեմ սխալվում, ամեն օր ուղիղ եթերում եք լինում։ Այո։ Եթե չեմ սխալվում։ Եվ ուղիղ եթերում աշխատելը դա լրիվ այլ աշխարհ է եւ այլ դժվարություններ ունի եւ այլ պատասխանատվություն է։ Նյութերը դուք եք գտնում, ուսումնասիրում եք, որովհետեւ եթե չեմ սխալվում, նույնիսկ առավոտյան 8-ից, չէ, արդեն եթերում եք լինում։ Այո։ Պետք է ուսումնասիրել, հասկանալ ինչ նորություններ ենք հրամցնելու մարդկանց։ Ըստ գրաֆիկի իհարկե լինում է 8-ից 12-ից կամ 17:00-ից։ Հա, շատ հետաքրքիր հարց եք տալիս, որտեղից ենք գտնում։ Այդ ուղիղ եթերը ընդհանրապես ձեռքը զարկերակին պահած լինելու մասին է ինձ համար։ Այսինքն, եթե գիշերն է լուրջ բան եղել ու դու 8-ից ես եթերում, դու պիտի առավոտյան 8-ից առաջ, այսպես թեթև մոնիթորինգ անես, որ հասկանաս ինչը կհետաքրքրի մարդկանց։ Ու ես միշտ մտածում եմ, ես ռադիոլսող եմ։ Ես լսում եմ հաղորդավարին։ Ինչ ասի ինքը, որ ես ալիքը չփոխեմ, ոնց ասի, ինչ ժամանակում ասի, կարող է ինքը մտնի 3 րոպե խոսա, ես ձանձրանամ, ասեմ, դե լավ է։ Այսինքն այդ հենց ձեռքը զարկերակին դնելը կամ այդ պահին մի բան եղավ,
դու պիտի արագ կողմնորոշվես ոնց ես այդ ժամվա մեջ այդ պահին եթեր մտնում, որովհետև ամեն դեպքում մենք նաև լրատվամիջոց ենք, ու շատ կարևոր է օպերատիվ լինելը, այդ օպերատիվության մեջ եւս պետք է տեղավորվենք։ Բայց այդ իմ ասած ակտիվության շփվելու, պրակտիկ լինելու մասն է, որը ինձ էլի շատ դուր է գալիս։ Ուղիղ եթերում ունենում եք նաև հեռախոսազանգեր եւ վստահ եմ, որ զավեշտալի դեպքեր են տեղի ունեցել, միգուցե նաև անցանկալի դեպքեր են տեղի ունեցել, որը մոնտաժի հնարավորություն ուղղակի չունի, կատարվում է հենց այդ պահին եւ հենց այդտեղ։ Կպատմեք մի քանի դեպքեր, որոնց ձեզ եւ ծիծաղեցրել են եւ նույնիսկ նյարդայնացրել։ Դե ծիծաղեցնող շատ բաներ են եղել, հատկապես որ ինձ ինչ որ թեմա պետք չի ծիծաղելու համար, ըստ իմ բնավորության, այսինքն ես կարող եմ անգամ չծիծաղելու բանը ինձ համար դարձնել ինչ որ տոնակատարություն կամ հումոր, բայց մի անգամ է որ իրոք չեմ դիմացել եթերում, հնարավոր չէր դիմանալ, չեմ կարող հնչեցնել այդ մարդու անունը, էլի թողներեն ինձ, բայց այնքան տարօրինակ անուն ուներ ու շոկոլադի հետ էր ասոցացվում ու ոչ միայն Ռաֆին գիտի ցույց եմ տվել իրեն ու դե զանգում են ասում բարև ձեզ դուք եթերում եք ինչ է ձեր անունը բան ներկայանում է այդ մարդը ասում ինչ մի հատ էլ է ներկայանում ասում եմ հն ու այդպես մի 3-4 անգամ ինչ հն այնտեղ կողքից էլ գործընկերներս են գրում իրենք էլ են լսել ու վերջացավ ես իրոք ինչ-որ սեղանի տակ էի մտնում, իբր տետր եմ հանում, իբր գրում եմ ինչ-որ բան այդ ամբողջ ընթացքում էսպես, դե նաև վիզուալ ռադիո ենք, ու մի խոսքով այդպես լավ չէր ստացվի էլի, եթե ես ցույց տայի, բայց անգամ ինքն էլ հասկացավ, ասեց ինչա դե նորմալ անուն է, էլի ինչ ա եղել, այսպես, դե ինքն էլ գիտի, էլի որ ամեն դեպքում, իսկ խնդիրներից է, որ օրինակ զանգում են, ենթադրենք ունենում են ծայրահեղական մտածելակերպ, իշխանական կամ հակաիշխանական, եւ եթե հակաիշխանական է, զանգում է ու իշխանության վերաբերյալ շատ կոնկրետ վիրավորանք կարող է հնչեցնել, կամ հակառակը, իշխանական է հակաիշխանականների։ Դու պիտի թույլ չտաս դա, եթե մեկ վիրավորանք անգամ հնչեց, ոչ թե դա պատժելի է, օրենքով չի կարելի եւ այլն, այլ ընդհանրապես դու մարդկանց ես ինչ-որ տեղ նաեւ կրթում, ինչ-որ բան տալիս ու դու պիտի թույլ չտաս քո եթերում վատ բաներ լինեն, էլի ձեռքը զարկերակին լինելու մասին է։ Հեռուստատեսություն տեղափոխվելու ցանկություն չունեք։ Այդպիսի մտքեր միշտ եմ ունեցել, առնվազն ամենասկզբում, երբ ԵՊՀ ժուրնալիստիկա եմ ընդունվել, միշտ եմ ուզել հաղորդավար լինել, թե հեռուստատեսության, թե ռադիոյի չեմ, ինքս ինձ համար չեմ այսպես սահմանել, բայց ինչու ոչ, հնարավոր է, բայց այս պահին, որ ասում են, ես ինձ զգում եմ ինչպես ձուկը ջրում, իմ ռադիոյում այդ հաստատ։ Նաև ասացիք ժուրնալիստիկա եւ բաց մնաց այդ հատվածը, որպես լրագրող աշխատել եք, թե որպես հաղորդավար մի անգամ։ Աշխատել եմ, փորձառություն ունեցել եմ ՀՄԵԿ հեռուստաընկերությունում, ինձ դուր չի գալիս, երբ որ ես լրագրող եմ, ինձ այդ աշխարհը չի ձգում ընդհանրապես, որովհետեւ հնարավոր է ես պետք է մարդուն տամ ինչ-որ այնպիսի հարց, որը ես չեմ ուզում, ես իրեն կնեղացնեմ կամ ես անուղակի կերպով կդառնամ իր համար ոչ ցանկալի մարդ։ Այդ ինձ պետք չէ, այսինքն ես մարդկանց հետ, եթե ջերմ չեմ, ապա մաքսիմում չեզոք եմ։ Բացասական բաներ ես չեմ կարողանում անել։ 10 տարի առաջ կպատկերացնեիք, որ այս օրը այսպես է լինելու ձեզ համար, թե ոչ։ Այն որ հաղորդավար հա, նկարել դե միշտ եմ սիրել, բայց այն որ նկարելը ինձ կվերցնի, որովհետև ես կարծում եմ, որ այս դեպքում ես չեմ նկարել ու վերցրել, ինքն է ինձ վերցրել, չէի պատկերացնի, բայց ստեղծագործական եմ եղել միշտ։ Ըստ ձեզ 10 տարի հետո որտեղ կլինեք։ Ահա ամեն դեպքում ավելի լավ,
չեմ վախենում եմ ինքս ինձ համար սահմանել ու մտածում եմ, որ այդ ավելի լավ է, երբ որ դու ինքդ քո համար այլ բան է, որ նպատակ ունես, բայց այլ բան է, որ ասում ես ես 5 տարի հետո էս պիտի անեմ։ Հետո հասնում ես չես լինում կամ չես անում, հիասթափություն ես ապրում։ Դրա համար ընդհանրապես երևի պետք է հավատալ հաջողություններին, ընդհանրապես հավատալ, վատ բաներ չանել, այդ ամենակարևորն է, հանգիստ խղճով ապրել, քնել, բայց աշխատել շատ։ Ու ես վստահ եմ, որ կյանքը այդ ժամանակ քեզ կտանի այնտեղ, որտեղ պիտի լինես։ Ռաֆի, ըստ ձեզ դուք որտեղ կլինեք 10 տարի հետո։ 10 տարի հետո ես ամեն դեպքում կարծում եմ, որ իմ ոլորտում կմնամ, որովհետև ես ոնց որ Էլինեն ասեցինք իր մասով, ես էլ իմ մասով շատ սիրում եմ իմ ոլորտը։ Ուղղակի պետքա բնականաբար ավելացնել, պետքա ավելի խորանալ ու ամենակարևորը ես միշտ ասում եմ, պետքա ստեղծել արժեք, ինչ էլ որ անես, ու եթե ամեն մեկը իր գործում, իր սֆերայում ինքը լինի պրոֆեսիոնալ, մենք կունենանք շատ լավ աշխարհ, շատ լավ երկիր, շատ լավ ընտանիք եւ այդպես շարունակ։ Յուրաքանչյուրը զբաղվի իր գործով։ Միանշանակ ու ձգտի լավագույնին։ Հայաստանից հեռանալու մտադրություն վստահ եմ, որ չունեք եւ ձեզ պատկերացնում եք հենց այստեղ։ Ես մտածում եմ ժամանակ առ ժամանակ գնալ, ինչպես ասացի ամենասկզբում, ինչ որ երկրներ կամ քաղաքներ ու այնտեղ նաև ծավալել իմ նկարչությունը, զուտ այդ առումով, բայց ապրելու, բնակվելու տեսանկյունից չէ։ Շնորհակալություն ընկերներ, հետաքրքիր եւ հրաշալի զրույցի համար։ Մեր հաջորդ հանդիպումը կլինի դրան դիմաց, երբ միմյանց կմաղթենք հաջողություն։ Շատ բարի։ Ընկերներ, եւս մեկ անգամ շնորհակալություն հետաքրքիր եւ հրաշալի զրույցի համար։ Ես ձեզ մաղթում եմ, որպեսզի այն բոլոր մտքերը, որոնք որ դուք ունեք եւ չբարձրաձայնեցիք, թե մեզ դիտող մարդկանց համար, շատ շուտ դառնան իրականություն եւ մենք հնարավորություն ունենանք ձեր մասին կրկին լուսաբանելու։ Շատ լավ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն ձեզ։ Ձերը եւս, թող բոլորիս մտքերը պարտադիր իրականանան։ Շնորհակալություն, լավ մնացեք, հաջողություն։ Տեսություն։ Система Organic Control подтверждает безупречную природную чистоту масла Слобода. Слобода Organic Control. Проверенное качество природного продукта. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными.